Ողջույն սիրելի ընկերներ, այսօր մեր թեմաներն են Իգնայտ Արմենիա և Մագա Հարությունյան, մասոններ և սատանիստներ, հայ քրմեր և թաքնագիտություն, Իգնայտ Արմենիա և Մագա Հարությունյան Օրերս համացանցը պայթեց, երբ Մագա Հարությունյանը իր ինստագրամյան էջում հայտարարեց, որ ինքը այսուհետ Իգնայտ Արմենիայի ամբասադորն է։ Այս կադրերը Ծաղկաձորից արագ տարածվեցին համացանցում։ Մագային նկարահանում էին ինչպես նկարահանման խումբը, այնպես էլ պատահական անցորդներ։ Իգնայթի հավաքները, էլիտար պարտիներ, թե քողարկված շուկա։ Իգնայտ Արմենիան բարբերաբար կազմակերպում է հավաքներ, որոնք իրենց բնույթով հիշեցնում են մեծամասշտաբ պարտիներ, դիզայներական հագուստ, լյուքս մեքենաներ, թանկարժեք զարդեր ու շքեղության աներևակայելի չափաբաժին։ Սակայն այս միջոցառումները հաճախ դուրս են գալիս սովորական միջոցառումների սահմաններից։ Մասնակիցների հիմնական կազմը կազմված է ազդեցիկ անձանցից, որոնց շուրջ պտտվում են սկանդալներ։ Պարտիներում շեշտը դրվում է ոչ թե ապրանքանիշի կամ նորաձևության վրա, այլ մոդել աղջիկների, որոնք ներկայանում են որպես բրենդի դեսպաններ, բայց իրականում նրանց օգտագործման ձևը շատ ավելի հարցեր է առաջացնում։ Աղջիկներին առաջարկվում են գայթակղիչ պայմանագրեր, որոնց ներքո նրանք դառնում են բրենդի դեմքը և մասնավոր հավաքույթների մշտական անդամներ։ Ինչպես արդեն նշեցի, Իգնայթի գովազդային քաղաքականությունը հիմնված է ազդեցիկ աղջիկների վրա, որոնք չեն սահմանափակվում միայն բրենդի հագուստ կամ աքսեսուար կրելով։ Այսպես կոչված ամբասադորները հաճախ հայտնվում են մասնավոր խնջույքներում, որտեղ նրանց ներկայությունը նույնքան կարևոր է, որքան բրենդի լոգոն։ Շատերը պնդում են, որ այս աղջիկները օգտագործվում են որպես էլիտար մարմնավաճառներ, որոնց ճանապարհը հաճախ տանում է դեպի VIP էսկորտ ծառայություններ։ Նրանք մասնակցում են գաղտնի փակ միջոցառումների հովանավորների համար, ներկայանալով որպես բացառիկ միջոցառումների հյուր, բայց իրականում ունեն ավելի կոնկրետ դերեր։ Հենց այդ պատճառով էլ Իգնայթի միջոցառումները լայնորեն քննադատվում են, դիտարկվելով որպես քողարկված ինդուստրիա, որտեղ նորաձևությունը միայն պատրվակ է։ Լոգոյի խորհրդանիշի գաղտնիքը, ինչու խոյի գլուխ։ Իգնայտ Արմենիայի լոգոն, խոյի գլուխը, ոչ թե պատահական դիզայնի տարր է, այլ խորքային իմաստ ունեցող խորհրդանիշ։ Խոյը պատմականորեն կապվում է ուժի, իշխանության և նվաճման հետ։ Այն օգտագործվել է ինչպես հին դիցաբանություններում, այնպես էլ մասոնական օթյակներում, խորհրդանշելով գաղտնի վերահսկողություն։ Բաֆոմետը խորհրդավոր խորհրդանիշ է։ Այն հաճախ պատկերվում է խոյի գլխով, մարդու մարմնով և թևերով։ Այն խորհրդանշում է երկակիություն, գաղտնի գիտելիքի և ուժի հետ։ Առաջին անգամ հիշատակվել է միջնադարյան աղբյուրներում, որպես տաճարականների կամ այսպես կոչված տամպլիերների պաշտամունքի խորհրդանիշ։ Այն 19-րդ դարում հայտնի դարձավ Էլիֆաս Լևիի ստեղծած պատկերներով, որտեղ Բաֆոմետը ներկայացվում է երկակիության գաղափարով, լավի ու չարի համատեղությամբ։ Օգտագործվում է սատանիզմում, օկուլտիզմում և մասոնական սիմվոլիզմում որպես թաքնված ուժի ու գաղտնի ազդեցության խորհրդանիշ։ Խոյի լոգոն ներկայացնում է հենց դա, ոչ թե պարզապես ապրանքանիշ, այլ միստիկ օրդենի կամ այս ցանցին պատկանելու նշան։ Ինչ կարծիք ունեք այս ամենի մասին։ Սա արդյոք բրենդի խիզախ մարքեթինգն է, թե Իգնայթի գործունեության տակ կա թաքնված այլ գործունեություն ևս։ Հետաքրքիր է ընթերցել ձեր կարծիքը։ Մասոններ և սատանիստներ։ Մասոնական շարժումը ծնվել է հնագույն գաղտնի միաբանություններից, որոնց անդամները տիրապետում էին բացառիկ գիտելիքների, ունենում էին ազդեցիկ կապեր և իրականացնում խորհրդավոր ծեսեր։ Բայց իրականում ինչ են ուզում մասոնները։ Նրանք պարզապես խելացի գործարարներ են, թե ստվերում աշխարհի խաղի կանոններն են թելադրում։ Հայաստանում կան մասոնական օթյակներ, թե սա դավադրապաշտական տեսությունների
հերթական զառանցանքն է։ Մասոնության գաղտնիքը։ Սկզբում մասոնական օթյակները ձևավորվեցին որպես արհեստավորների եւ ճարտարապետների միություններ, բայց ժամանակի ընթացքում վերածվեցին գաղտնի ազդեցության կենտրոնների։ Այս կազմակերպությունները սկսեցին իրենց մեջ ընդգրկել քաղաքական առաջնորդների, գործարարների ու ինտելեկտուալ վերնախավի ներկայացուցիչների։ Մասոնական նշանները այս եռանկյունին եւ գծագրված աչքը օգտագործվում են տարբեր պետական ու ֆինանսական հաստատությունների լոգոներում։ Պատմականորեն մասոնական շարժումը ներգրավված է եղել բազմաթիվ հեղափոխությունների, պետական հեղաշրջումների եւ սոցիալական փոփոխությունների մեջ։ Մասոնները Հայաստանում մասոնական շարժումը ունի խորը պատմական արմատներ, սակայն դրա վերաբերյալ տեղեկությունները միշտ եղել են գաղտնի եւ սահմանափակ։ 19-րդ դարում Երևանում, Գյումրիում եւ այլ քաղաքներում գործել են մասոնական օթյակներ, որոնք հաճախ կապված են եղել ռուսական, եվրոպական եւ պարսկական մասոնական ցանցերի հետ։ Հայ մասոնների շարքում եղել են հայտնի քաղաքական գործիչներ, բիզնեսմեններ, մտավորականներ, որոնց անունները երբեմն գաղտնի են պահվել։ Համարվում է, որ մասոնները մեծ ազդեցություն են ունեցել հայկական մշակույթի, կրթական ոլորտի եւ նույնիսկ պետական կառավարման վրա։ Ովքեր են հայ մասոնները։ Մեսրոպ Նուբարյան եղել է Զմիրնիայի Տիգրան 10-14 օթյակի անդամ, որը գործել է Անգլիայի մեծ օթյակի հովանու ներքո։ Նպաստել է հայ մասոնական շարժման զարգացմանը եւ ներգրաված է եղել հայկական հասարակական գործերում։ Մաթեոս Մամուրյան անդամակցել է Տիգրան 10-14 օթյակին եւ գործուն մասնակցություն ունեցել հայ մշակութային կյանքի կազմակերպման մեջ։ Նրա միջոցով մասոնական շարժման գաղափարները ներթափանցել են հայկական մտավորականության մեջ։ Մկրտիչ Պեշիկ Թաշլյան եղել է Պոլսի Սեր օթյակի անդամ, որը գործում էր Ֆրանսիայի մեծ արևելքի ենթակայության ներքո։ Որպես գրող եւ մշակութային գործիչ նա նպաստել է ազգային ինքնության եւ կրթության տարածմանը։ Միքայել Ալիշան անդամակցել է Սեր օթյակին եւ ակտիվ գործունեություն ծավալել պատմագիտության եւ աշխարհագրության ոլորտում։ Իր աշխատություններով հայ պատմությունը, լեզուն եւ մշակույթը պահպանում էր մասոնական գաղափարախոսության ներքո։ Տիգրան Քելեկյան եղել է թուրքական մասոնական օթյակներից մեկի գերագույն վարպետը, ինչը նրան մեծ ազդեցություն է տվել Օսմանյան կայսրության շրջանակներում։ Իր հրապարակախոսական գործունեությամբ նպաստել է լուսավորականության տարածմանը եւ հայկական մշակույթի պահպանմանը։ Սա պարզապես կոնսպիրոլոգիա չէ, այլ իրական վերահսկողության ազդեցություն։ Մասոնների եւ սատանիստների շուրջ պատտվող դավադրությունների պատմությունները միշտ էլ գրավիչ են եղել, խթանելով մարդկանց հետաքրքրությունը գաղտնի կազմակերպությունների ու նրանց ազդեցության մասին։ Իրականում մասոնականությունը վեր է պարզապես խորհրդավոր արարողություններից կամ խորհրդանշաններից։ Այն միշտ եղել է գիտելիքի, ազդեցության ու ուժի յուրահատուկ համադրություն։ Անկախ նրանից մասոնականությունը իրականում ինչպիսին է, այն շարունակում է մնալ խորհրդավորության եւ ազդեցության խորհրդանիշ։ Գուցե իրական գաղտնիքը ոչ թե մասոնական օթյակներում է, այլ հենց մեր մարդկանց մտածողության մեջ։ Ի վերջո, ուժն ու գիտելիքը պատկանում են նրանց, ովքեր ձգտում են հասկանալ, ուսումնասիրել եւ բացահայտել հայ քրմեր եւ թաքնագիտություն։ Երբ խոսում ենք հայոց պատմության մասին, հաճախ կենտրոնանում ենք հայտնի թագավորների, պատերազմների կամ մշակութային ժառանգության վրա, բայց կա մեկ ուրիշ, ավելի գաղտնի ու խորհրդավոր շերտ, որի մասին քիչ հրապարակումներ կան՝ հայ քրմերը եւ նրանց խորհրդավոր գիտելիքները։ Հայ քրմերը պարզապես կրոնական առաջնորդներ չէին, նրանք բնության եւ տիեզերքի գաղտնիքների գիտակներ էին, ովքեր
դարեր շարունակ փոխանցել էին էներգետիկ, աստղաբանական եւ բուսաբուժական գիտելիքներ։ Մինչ քրիստոնեությունը հայերը ունեին իրենց քրմական համակարգը, որը հիմնված էր բնության, տիեզերական կարգի եւ հոգեվոր էներգիայի ըմբռնման վրա։ Դավթի նշան, բնության եւ տիեզերքի հավասարակշռություն։ Հայ քրմերը խորապես հավատում էին, որ տիեզերքն ու մարդը միասնության մեջ են, եւ դա արտահայտվում էր հատուկ խորհրդանիշերով։ Դրանցից ամենահզորներից մեկը Դավթի նշանն է, որը հին հայկական մշակույթում համարվում էր տիեզերական ուժերի եւ հոգեվոր պաշտպանության խորհրդանիշ։ Այն կազմված է երկու միախառնված եռանկյունուց, որոնք խորհրդանշում են երկնային ոգեղեն եւ երկրային նյութական էներգիաների միաձուլումը։ Հնում հավատում էին, որ այս նշանը պաշտպանում է իր կրողին։ Հայ քրմերը դա օգտագործում էին բնական եւ տիեզերական էներգիաների հետ աշխատելու համար, ստեղծելով հատուկ ծեսեր, որոնք կարգավորում էին մարդու հոգեվոր էներգիան։ Հայկական նախաքրիստոնեական կրոնական համակարգը ոչ միայն պաշտամունքի ձև էր, այլև հոգեվոր եւ գիտական մեթոդների համադրություն, աստղագիտություն եւ ճակատագիր։ Հայ քրմերը հավատում էին, որ աստղերն ու մոլորակները կարող են ուղղորդել մարդու ճակատագիրը։ Նրանք օգտագործում էին աստղագիտական հաշվարկներ որոշելու բարենպաստ օրեր տարբեր ծեսերի համար։ Անանյա Շիրակացին հայ աստղագիտության հսկան զարգացրեց այս համակարգը, ստեղծելով հաշվարկներ, որոնք մինչ օրս ֆունդամենտալ նշանակություն ունեն գիտության մեջ։ Բուսաբանություն եւ էներգետիկ պաշտպանություն։ Հայ քրմերը բուժման համար օգտագործում էին բնական բույսեր, եթերային յուղեր, խունկեր եւ ծիսակարգեր, որոնք նախատեսված էին ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեվոր առողջության համար։ Նրանք ունեին հատուկ մեթոդներ հոգեբանական պաշտպանության համար, որոնք իրենց մեջ ներառում էին հատուկ աղոթքներ, խորհրդանիշեր եւ ծիսական խոտաբույսեր։ Ի վերջո ամեն բան չէ, որ այնպիսին է, ինչպես թվում է առաջին հայացքից։ Հետևեք ոչ միայն վերևի շքեղ փայլելին, այլև խորքային իմաստներին, որոնք թաքնված են առօրյա իրադարձությունների հետևում։ Եթե հավանեցիք տեսանյութը, սեղմեք լայք, բաժանորդագրվեք ալիքին եւ սեղմեք զանգակ, բաց չթողնելու համար մեր նոր տեսանյութերը։ Կիսվեք այս տեսանյութով ձեր ընկերների հետ եւ միացեք մեր մյուս հարթակներին։ Սիրով Legalize Armenia-ի եւ Մաքուր Հայաստանի հիմնադիր Legal Հայաստան։